Հարգելի հանգստացողներ, լողանից բարձրանում են կավետագության կանոնները, չեն կանցնում լողանշանները։ Սևանալճում լողասեզոնի մեկնարկից քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով ներքին գործերի նախարարության ջրափրկարարներն ու ջրային պարեկները անցել են ուժեղացված ծառայության։ Հերթապահությունը շուրջօրյա է, իսկ նպատակը արտակարգ իրավիճակների արագ արձագանքումը։ Մեր աշխատանքը կենտրոնացված է 3 հանրային լողափերում՝ առաջին, երկրորդ եւ երրորդ։ Նախորդ տարվա ամբողջ լողասեզոնի ընթացքում փրկվել են 11 անձ, իսկ լողասեզոնից սկսվելուց մինչև այս պահը արդեն ունենք 9 փրկված։ Ուժեղացված ծառայությունը լճում մեկնարկել է դեռ հուլիսի 1-ից։ Ջրային պարեկները լճում եւ ափամերձ հատվածներում պատասխանատու են հասարակական կարգի ու անվտանգության ապահովման համար։ Նավերով, սկուտերներով, բարձրախոսներով իրազեկում ենք մեր քաղաքացիների, որպեսզի պահպանեն լողամիջոցների շահագործման անվտանգությունը, իսկ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել լողանշանները եւ խստորեն հետևել անվտանգության պահանջներին։ Ջրային պարեկի խոսքով հուլիսի 1-ից մինչև օրս արձանագրել են միայն վարչական իրավախախտումների դեպքեր։ 20-ից ավելի վարչական իրավախախտման արձանագրություններ ունենք արդեն իսկ կազմված, ոչ ցավ վիճակում լողամիջոցը վարելու, փրկարարական բաճկոններով չլինելու դեպքում նույնպես էլի կազմել ենք արձանագրություններ եւ լողամիջոցների վերաբերյալ մասնավորապես չհաշվառված, չգրանցված առանց կողային համարների իրավախախտումների դեպքերի վերաբերյալ։ Փրկարարների աշխատանքային պայմանների բարելավման եւ քաղաքացիների անվտանգությունը ել ավելի ամրապնդելու համար ստեղծվել է ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը։ Կառուցման աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա ամռանը։ Ջրափրկարարական ջոկատի նոր շենքը ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Ծառայողների ննջասենյակներով, խոհանոցով, ճաշասենյակով, սպորտ սրահով, կահավորված է սանհանգույցով, լոգարաններով, բոլոր պայմաններն ունի, տարածքն է մեծ, մուտք ունենք լիճ հենց շենքի տարածքից։ Վերևի հատվածը դիտաշտարակն է, որպեսզի հսկենք լիճը հնարավորինս։ Կայանի կառուցումն իրականացվել է ներքին գործերի նախարարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ ռազմական խմբի աջակցությամբ։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։